Բլեն։ Մի անգամ եւս բոլորին ողջույն։ Կամ բարի երեկո, կամ բարի օր։ Այս ժամին խոսալու մտադրություն չունեմ, եթե պատահաբար Facebook-ում չի գար իմ ընկերներից մեկի գրառումը, Լայեր Չոբանյան։ Իմ Facebook-յան ընկերների շարքում այդ մարդը, այդ տղեն։ Ով կիսվել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումներից մեկով, շատ շուտվա հրապարակումներից մեկով, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անպագորգոր ստատուս է գրել, ու Լայեր Չոբանյանը կիսվելով գրել է մի ժամանակ Սուրբ Հայրենիք էր մեր երկիրը։ Ով է մտե կոմենտ գրել իմ ընկերներից Լայեր Չոբանյանի էջում, Վիլեն Գաբրելյան, ով հանրության մեջ ավելի շատ հայտնի է որպես նավակ ճոճող, ով էս վերջերս, Ատնասից լնը վերջերս, լրագրողների հետ քաշքշու, քֆուր, քյաֆար, հետո հելավ ասեց ներող ելնեք ժողովուրդ ջան, խմած եմ է, մանդատը դրեց գնաց, ես վերջերս էլի դարավ դեպուտատ։ Վիլեն Գաբրելյան, սեն զաոշնի, Վիլեն, ինչ Վիլեն Գաբրելյան, Վիլեն, սեն զաոշնի ուզում եմ խոսամ քո հետ։ Որպես հայ է հայի հետ։ Դու ծնվել ես Բաքվում, ես ծնվել եմ Արցախում, բայց մեծացել եմ Հայաստանում։ Ստեն թերապես կապ չունի, ով որտեղ ծնվել։ Բայց ես ու դու երկուսս էլ կրեմ ենք Յան ազգանունը։ Չէ՞։ Գաբրելյան ու իմ ազգանվան վերջացանցնել է Յան։ Իմ ազգանունը կարևոր չի ստե։ Այդ որ մտել ես Լայեր Չոբանյանի էջի տակ առանց մարդու անունը նույնիսկ ճիշտ գրելու, Լիայերտ ես գրել, բայց իր անունը Լայերտ է։ Նույնիսկ դու այնքան տարական գիտելիքներ չունես, որ մարդու անունը ճիշտ գրես։ Էդի մեկ։ Գրել ես եղբայր, ոնց ես գրել, ժամանակն է, որ թարգենք ես ամեն ինչը, յանի մի հատ սենց միտք էլի, վերջ տանք ես ամեն ինչին, յանի մենք այն մարդիկ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, պարտվողական դիրքի հետ, անինքնասեր տեսակի հետ, մենք պետք է լսենք Վիլեն քեզ ու թարգենք, հա? Ես քեզ ընդ Լայերտի էջի տակ կոմենտարի եմ գրել, հուսով եմ դու կնայես կկարդաս, գրել եմ բոլոր ադեկվատ նորմերը պահպանելով, ասում այդ մարդու էջի տակ նշելով քեզ, որ ասում ես ախպեր դե պետք է թարգենք, կներեք ծխելով պետք է խոսամ, նախապես ասեմ 25+, քֆուր կարող ալնի եթերի մեջ, դու ընդ ասում ես, եղբայր ամենայն հարգանքով առանց ճիշտ գրելու այդ մարդու անունը, բայց պիտի թարգենք, յանի եկեք Լեապոլդի մուլտիկի պես, որ ասում ես, ребята, давайте жить дружно, Բաքվում ես ծնվել մեծացել, ես վստահ եմ դու ռուսերեն էլ գիտես, ավելի լավ, քան քո պաշտպանյալը, ասել մանախը կլենտը, Հիմի հարց քեզ Վիլեն, Կոմենտի մեջ ես գրել եմ, մի հատ էլ սենց լայվի տեսքով ասեմ քեզ, որտեվ դու կարող է լայախ չանես, մտնես, կարդաս, որտեվ այս վերջերս քո հրապարակումներից մեկն էր եկեին Facebook-յան էջին, չգիտեմ ինչի, նստած էիր քո ընկերների հետ, սենց լավ զարդարված սեղանի շուրջ, ուտելիքներով, խմիչներով, դու ուզում ես ցույց տաս կամ ավելի ճիշտ ոչ թե ուզում ես, այլ Facebook-ով համացանցով ցույց ես տալի, որ դու շրջապատի տղա ես, ընկերներ ունես, ես դեմ չեմ, ունեցի դու այդ ընկերությունը, ախպերությունը, այդ ամեն ինչն էլ կյանքին վրա, բայց երբ որ դու որպես այս պահի դրությամբ արդեն եւս մի անգամ ազգային ժողովի падգամավոր, Նիկոլի ֆրակցիայի անդամ, կոչով, հորդորով կոմենտարի ես գրել, որ եղբայր ամենայն հարգանքով արեք թարգենք, Հիմա ուզում եմ քեզ մի քանի հատ քո համար մի քանի հատ կետ նշեմ, եթե դու այդ կետերը կասես, որ ոչ մի ընդհանուր աղերս չունեն ներկայիս կառավարության հետ, հա? Ես չեմ կարող ասեմ օֆիցիալնի, որտեղ ես ոչ պաշտոնատար անձ եմ, ոչ էլ ինչ որ պաշտոն եմ զբաղեցնում, որ ասեմ պաշտոնապես խոսք եմ տալ։ Եթե դուք կարաք ասեք, քանի որ ամեն մեկը ազգային ախորի դեպուտան կայեք։ Դեպուտան կասելով նկատի ունեմ են իրանց կյանքում
անուբն, որ չեն կարամ ճիշտ գրեն, դրանցի նկատի ունեմ։ Որոնք ընդհանրապես իրանք իրենց էությամբ չգիտեն դաժի ինչ, ասма մի հատ կա չի մի հոգի, այս վերջերս այսօր ընդունվավ որպես բժշկական հանձնաժողովի մշտական անդամ, թե ինչ անունը Ռիփսիմեյա, ով ասում էր բարձրագույն կրթությունը պարտադիր չի, կարևորը իմ մեջ սեր կա, այդ աղջիկն էլի, հեմի նաև իլեն, տես քո հետ խոսում եմ ադեկվատության սահմանները պահելով, բայց եթե դու Նիկոլի ֆրակցիայի անդամ ես, չէ, Նիկոլ Փաշինյանի կառավարության իշխանամետ թևի դեպուտատ ես, մի մոմենտ մանդատը տրել էիր, հիմի էլի վերցել ես, մանդատ են տվեք ես։ Ես քեզ ամենայն լրջությամբ ու իմ խոսքը պահելով խոսք եմ տալի, որ պահից սկսած դու կարողանաս հիմնավոր պատասխանես մի քանի կետերի, որոնք հեսա հնչելու են 25 պլյուսի ֆորմատով։ Այդ պահից սկսած ես ինչքան մարդանայում կամ ինչքան մարդ կնայի, ես խոսք եմ տալի բոլորին։ Ընդհանրապես ոչ մի թթու կամ կծու խոսք այլևս չհնչեցնել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Դու այն կոնտեքստի մեջ ես, մի քիչ շատ եմ խոսում քո մասին, բայց սենց մանրամասն, որ նայողները հասկանան ինչի մասին է խոսքը։ Դու այն կոնտեքստի մեջ ես կոմենտարիա գրել Լայար Չոբանյանի էջում, որ գիտես ոնց, յանի դուք ամեն ինչ անում եք ճիշտ, դուք ասելով դուք ձեր քաղաքական թիմով։ Մենք էլ ուղղակի թոփալ ենք։ Ուղղակի ձեր քաղաքական ղեկավարի խոսույթով պատկանում ենք նախկին թալանչիների կլաններից մեկին ու հելե հարցակվել ենք ձեր վրա։ Կամ ինչպես քո քաղաքական ղեկավարն է ձևակերպում, ոնց ասում, հիբրիդային պատերազմի մասնակից ենք մենք։ Մենք հիբրիդային պատերազմ ենք վարում քո քաղաքական ղեկավարի դեմ։ Համին այվիլեն։ Եթե դու այդ մի քանի կետը հիմնավոր ասում ես, ես խոսք եմ տալի բացարձակապես ոչ մի թթու խոսք քո քաղաքական ղեկավարի հասցեին։ Եթե ինքը իհարկե շատ փիս ворի բան չանի։ Հարց համար առաջին։ Ոչ թե հարց, այլ հարց ձևակերպում ու ոչ թե հարցի տեսքով, այլ հաստատված տեղեկության տեսքով էլի, ես հարց չեմ տալի քեզ։ Ես ուղղակի ցիտում եմ իրականությունը, որ ճիշտ հասկանաս։ Նայ Վիգեն, Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի 4 ղեկավարը, չէ՞։ Լևոն, Քոչարյան, Սերժ, Նիկոլ Փաշինյան։ Որ համար առաջին, որ մի քաղաքական ղեկավարը, դες չեմ ասում Նիկոլ Փաշինյանը, որ մի քաղաքական ղեկավարը, Հայաստանի 3-րդ հանրապետության, որ մի քաղաքական ղեկավարը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, նրա լավը քունեմ ես։ Ես Նիկոլին, դու ասում ես, չէ, մենք Արցախ չենք հանձնել, դուք եք ասում, քո քաղաքական ղեկավարն է ասում, քո ձեր քաղաքական թիմն է ասում։ Մարդիկ որները ճղում են։ Որ մի քաղաքական ղեկավարի այդի առաջի պունկտները։ Պունկտ համար 2, որ մի քաղաքական ղեկավարի օրոք պատերազմի ընթացքում, մարտական գործողությունների ընթացքում մեր զոհված տղեկի մարմինները կարտոֆիլի պարկերով նետված են եղել ինչ-որ պատվալներում, մատնված անտերության, նրա լավը քունեմ ես։ Դες չեմ անձնավորեցնում, չեմ ասում, էդի վերաբերվում է Նիկոլին, բայց դու պետք է փորձես ապացուցես հակառակը, որ դա եղել է ոչ թե Նիկոլի օրոք, այլ մեկ այլ քաղաքական ղեկավարի օրոք։ Երրորդ, որ մի քաղաքական ղեկավարի օրոք այդ քաղաքական ղեկավարի կինը կամ երեխաների մայրը, այս պահին բառերը էական չեն, կամ բառերի ձևակերպումը, գնաց է կանգնել է Հայաստանի X բնակավայրում, իմ նշած պարագայի դեպքում Սյունիքում, վերցրել է բարձրախոս եւ ասել է մենք որպես ազգ պատերազմի օրերին ունեցել ենք 11,000 դավաճան, ուրեմն այդ քաղաքական ղեկավարի լավը քունեմ ես։ 3 կետը քեզ բոլեր, էդ ես գրել եմ ընդ։ Հավիլ է, թե չէ։ Որ մի քաղաքական ղեկավարը երրաբլուրա մտե ժողովրդի ազգի մի մասի, չեմ ասում մեծ մասի կամ փոքր մասի, մի մասի անեծքների, հայհոյանքների տարափի տակ նրա լավը քունեմ ես։
որ մի քաղաքական ղեկավարը զիջելով Հայաստանի սուվերեն տարածքը անունը դրել է «Էս էլ տանք, որ պատերազմ չլինի», դոմփելով Հայաստանի մայրօրենքը սահմանադրությունը, նրա եղած չեղածը քուննեմ ես։ 5 կետը քեզ բոլեր վիլեն, թե չէ։ Շարունակեմ սենց անվերջ։ Դու որ տես նստում ես ընկերներիդ հետ նկարվում ես, բան չունեմ ասելու։ Այդ առումով, ծպտուն չկա։ Տղա ես, քուչի տղա ես, կապ չունի, որ այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ ես։ Քո ներկայացնելով քո այդ ստատուսով դու ասում ես ընկերությանը նվիրված տղա ես։ Մի անգամ որպես հայ, ինչ եմ ասեմ որպես հայ, լավ, դա երևի չասեմ, որտեվ երկուս էլ կրում ենք անազգանունը։ Մոտեցել ես քո քաղաքական ղեկավարին, հարց տվել ես, ասել ես Նիկոլ Փաշինյան, Արման Առաքելյանը խիա միջև մի բանտում։ Չէ որ մենք մեր քաղաքական թևով խաղում ենք հակառուս։ Արմանը դատապարտվել է Ռուսաստանի Դաշնությունում 18 տարով, որից 11 արդեն նստած է։ Արմանը դատապարտվել է մի հատ թուրք բոզի տղու սպանելու համար, մորթելու համար ու լավ արե։ Ով կասի վատար է, նրա լավն էլ քունեմ ես։ Մոտեցի ասա, հարգելի պարոն Փաշինյան, ես Վիլեն Գաբրելյանն եմ, քո քաղաքական ֆրակցիայի անդամը, քո քաղաքական թիմի միավորը։ Արի մենք որպես մի հատ հայամետ քայլ անենք, այդ տղուն տանք տնային կալանք, այդ տղուն ունի առողջական խնդիրներ, թող եթե հասնի իր ընտանիքին, 11 տարի կալանքա կրեմ արդեն։ Ու չէ որ դուք ես վերջերս, ես քո տեղն եմ խոսում, էլի Վիլեն։ Ամեն անգամ կրկնում եք, որ մենք անկախ ենք, մենք անկախ ենք, մենք անկախ ենք, մենք ոչ մեկից կախում չունենք։ Եկեք աշխարհին ցույց տանք նույն Ռուսաստանի Դաշնությանը, որ մենք անկախ ենք ու կարանք կայացնենք ինքնուրույն որոշումներ։ Այսինքն իմ կալանավորն է, հա, արտահանձնել ես ինձ, 11 տարին արդեն նստել է։ Ես ամունիստ եմ անում, բաց եմ թողում այդ տողում, կամ տալիս եմ տնային կալանք, որպես ընկերությանը, ախպերությանը նվիրված տղա, որպես հայ, ասել ես այդքան բան, չէ, բա հմիստից вполне разумный вопрос, с какого хуя комментарий пишешь? Ես վստահ եմ, դու ռուսերեն ավելի լավ ես խոսում, քան հայերեն, վստահ եմ, ես տենց էլ Բաքվում ապրող, ծնված, ապրած հայ չեմ տեսել, որ ռուսերենի խնդիր ունենա։ Նոր մտնում ես եղբայր ամենայն հարգանքով եկեք թարգենք, ընչի, եկեք թարգենք, Արցախը, մեր բոլորի Արցախը, հետ բեր, թարգեմ, այդքան տղուն վերակենդանացրեք, բերեք տվեք իրանց ծնողներին, թարգեմ Նիկոլ Փաշինյան քլնգելը։ Յութուբյան, ֆեյսբուքյան համացանցային տիրույթից ջնջի են հատվածը, որտեղ ձեր քաղաքական ղեկավարության օրոք հայ ոստիկանը արգելում ամենայն հայոց կաթողիկոսին այցելել Սարդարապետի հուշահամալիր։ Ես թարգեմ քո ասացի պես։ Հետ դուր ժամանակը Նիկոլ Փաշինյանին համոզի, թող Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում չգրի։ Ես առաջարկում եմ կաթողիկոսին գա ստուգի, ես թլպատված եմ թե ոչ։ Ես թարգեմ հիմա այս խոսալը, իմ քննադատությունը։ Հետ դուր ժամանակը կարաս, եթե այդքան ամենակարող ես, Վիլեն։ Ու գնա շշնջա քո քաղաքական ղեկավարի ականջին, ասա, պարոն Փաշինյան, պարոն վարչապետ, մեզ որպես առաջի քրիստոնյա ազգ, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգ, հարիր չի։ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր դեմք ֆեյսբուքյան գրառում գրեք, սրբազան գնաք հերուտ կնգան դոմփի, մի գրեք այդպես բան։ Կանես այդքանը, կարաս անես այդքանը, չէ, բա եթե չէ, եթե այդ ոչ մի հարցին հիմնավոր ոչ լուծում եք տալի, ոչ պատասխան, ոչ լուծում, ոչ պատասխան, ինչի հիման վրա ես մտեք կոմենտ գրե, ախպեր թարգեք, խի, հանուն ինչի, հանունում, ինչի մար, այ հիմի մի փոքր քեզնից մի կողմ քաշվելով քո կոնտեքստից, ես ուզում եմ խոսամ համ քո հետ, համ քո քաղաքական ղեկավարի հետ։ Ձեր ամենամեծ թյուրըմբռնումն ու սխալը գիտես որն է, որ դուք
ձեր կարճ ուղեղով մտածում եք, որ ժողովրդի այն մասը, գիտակից հատվածը, ով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պոռնիկի տղա է, բոզի տղա է եւ բարոյապես եւ բոլոր առումներով։ Դուք մտածում եք, հանրությունը դա նույն պարլամենտական ընդդիմությունն է, ոչ Վիլեն։ Ոչ, այդպես բան չկա։ Դուք ձեր բռի մեջ եք հավքե պարլամենտական ընդդիմությանը, հա, ղժմ եք վները, տփմ եք, հարցադրումներ եք անում, սարոշկա եք ճղում, չգիտեմ, ճնշում եք, ստորացնում եք, դու էլ ընդ մի անկյունում նստած, այսպես թևդ այսպես գցած, որպես նավակ ճոճող։ Ասում ես, արա, ես հեսա որ հելնեմ, սաղի ճոճելու եմ, ես Վիլենն եմ ապե։ Դուք մտածում եք, եթե տեղի ունեցել ընտրություն 21 թվին, ազգի մի հատվածը գնացել Ձենատվե Հայաստան դաշինքին, մի մասը պատիվ ունեմին, ու այսօր դուք կարողանում եք լինելով քաղաքական մեծամասնություն ազգային ժողովում, զինված լինելով պարեկներով, պրակտիկի նարկոտիկ ցրող պարեկներով, պպց գնդով, դուք ձեզ տղա եք զգում ազգային ժողովի ամբիոնից կամ ամբիոնի ներքևի մասից, նշանակում է դուք ձեր օրակարգը կարաք նաև թելադրեք մի ողջ ազգի մի ողջ ժողովրդի, այդ դա ձեր ամենամեծ սխալն է, Վիլեն, ճոգիր ինչ եմ ասում, թե չէ, չես հասկանում, որտեղ ձեր քաղաքական ղեկավարը, ով տառապում է ինքն իր անձի հանդեպ մեծ արմամբ, շիզոֆրենիայով, չգիտեմ, 1000 ու մի հիվանդությամբ, հիվանդ մարդ է, բայց ինքը այնքանով հիվանդ չի, որ ինքը հստակ գիտի, որ ինքը վարիատվը 5-ից 7000 երեխա 10-ից 12 հազարին թողել է հաշմանդամ, 120 հազարին էլ թողել է առանց տուն, անգերեզման, անտունու տեղ։ Ու այսօր մեր քաղաքական, մեր առօրյա իրականության մեջ ամենամեծ թյուրըմբռնումն է նա, որ մարդիկ իրոք նստած մտածում են, որ կարան Նիկոլ Փաշինյանի ձեռից, որ նույնիսկ կարող է չհավաքի 8% ձայն։ Նիկոլ Փաշինյանը ասենց իշխանությունը վերցելու է, բերի տա ձեզ։ Այդպես բան չի լինելու։ Բացառվում է։ Նիկոլ Փաշինյանը իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում ինքը միշտ նայել է սրա ձեռին, նրա ոտին, նրա խեռի տակին, կախում է ունեցել, ում մեկի վրա հոդված գրի, փող ստանա, տանեն շռեն քաքեն վերեն, էլի փող ստանա, զանգեն ասեն հոդվածը ջնջի փող ուզի փող ստանա։ Այսօր իր ձեռում ինքը ունի անսահմանափակ իշխանություն, պետական ռեսուրսներ իրան օգնական։ Պետական ռեսուրսը։ Իր ողջ լծակներ ինքը կարա գործի դնի։ Ու մարդիկ այնքան միամիտ են, որ մտածում են կարան Նիկոլ Փաշինյանից իշխանություն վեկալել, ընտրությամբ։ Այդքան միամիտ են։ Դա մեկ։ Երկրորդ, Գեգամ Նազարյան, որ ազգային ժողովի ամբիոնից։ Վիլան այդքան այդ մասերին եթե կարաս պատասխանի։ Ես էլ ոնց խոսք եմ տվես եթերի մեջ, եթե ես իմ խոսքի տերը չլնեմ, կարաս զանգես իմ մեսենջերի վրա, մեկի հետ խաբար արա, ես բացեմ մեսենջերը, զանգի մեսենջերին։ Դու քեզ իրավունք եմ տալի, ասես ամոթ քեզ դու քո խոսքի տերը չելար, բայց պետք է հիմնավորես։ Այն իմ ասած 5 կետը մինիմում։ Նիկոլ Փաշինյան, դու մի երկու անգամ լսել եմ, ասում ես մենք հաղթել ենք պարտվելով։ Դու քեզ որպես չնայած քեզ ինչ դիմում, դու անինքնասեր բոզի տղա ես։ Դու քո քաղաքական թիմով պնդում ես, որ դու բերել ես Հայաստանին անկախություն։ Այսօր Հայաստանում, Հայաստանի զինված ուժերում պատերազմի թող ու բողով անցած 7 թե 10 տղա բերին իրանց շքանշանները դրին գետնի։ Բայց գմես դու ուր ես հասել Նիկոլ Փաշինյան, լավ արին, ճիշտ արին։ Այ որ մենք մեր սպայական կազմի մեջ, ոստիկանական ուժերի մեջ ունենայինք հայ արժանապատվությանը հատուկ, հայ արժանապատվության համար, չգիտեմ էլի, սենց իրանց ամենավերևի չափանիշ ելներ հայ արժանապատվությունը, մի օրվա մեջ գիտես քանի 1000 կամ 100 ոստիկանապետներ կամ ոստիկանական բարձրաստիճան աշխատողներ հրաժարական կտային դուրս կգային։ Բայց ես այդ տարբերակը չեմ ընդունում։ Ես կգերադասեի մի տարբերակ, երբ որ այդ նույն ոստիկանական համակարգի հայ մնացած աշխատողները քեզ մի ժամվա մեջ կձերբակալեին, կտանեին կգողեին մի հատ պատվալ, իշխանություններ կվերցնեին գտային ժամանակավոր կառավարությանը։ Ու մենք ազգով ես քաքից դուրս կգայինք։ Այդ որ
Արդեն մի քանի տևական ժամանակ, սենց մի քանի օր, մի շաբաթ, ասում ես 26 թվին վստահ եմ, որ մեզ պետք է մանդատ տա ժողովուրդը, երկարացնի մեր մանդատը։ Հույսդ են 190,000 հատ կեղծ անձնագրերի վրա էր, որ բռնվեց Վրաստանի սահմանին, հա Նիկոլ Փաշինյան։ Ցույց կտաս բացի քեզնից հայաստանյան մեկ իշխանություն, որը տպել է տվել Թուրքիայում 190,000 հատ կեղծ հայկական անձնագրեր։ Այդ ես որ այսօր եմ խոսացել թե երեք, որ ասում եմ հեսա Վարդանի Ղուկասյանի հարցերն էլ լուծի ընտրության է եթալու։ Ընտրության ես պատրաստվում Նիկոլ Փաշինյան։ Զգում ես, որ ժողովուրդը հանելու է լցոնի կերածիդ մեջ, արդեն վայրան չունես կեղծ անձնագրեր ես տպել տալիբերը, մեկ էլ ID քարտեր, հնդիկներին ես բաժանելու, թե պարսիկներին։ Մյատ էլ ընձի անձնագիրներ գալի, պարոք Փաշյան, դոկումենտ ֆռում եմ։ Սադախլիով մյատ ջոնջոլի պալտու հակնեմ կամ, քու գոֆն անելով։ Կա տենց տարբերակ, կարաս անես այդքանը, կարաս։ Չէ, դու կարաս չէիր, դու կճուճ էիր։ Ինքը շատ ջոգով է։ Ասում ես Փաշինյանս այնքան փոքր վաղտ այնքան ասը ես ջոգող տղա եմ, հարևանները միշտ մի մեշոկ բրինձ զավար այդ խառնը բերե տվել են ասեն տղա ջան ջոգի տուր մեզ։ Ջոգող տղա է։ Վրաստանը քաքես գործիդ մեջ, բռնած, բայց 190 հատ կեղծ անձնագիրը Մորքուրանդոին ուղարկել է իր բան, Բաքու, ԱԱԾ դիրեկտոր Մորքուրանդոին, ինչ որ էսի միշ վեհաժողովի, Մորքուրանդո 190,000 հատ կեղծ անձնագիր։ Որպես ինչ էր մտնում Հայաստան, ինչ նպատակի պետք է ծառայեր, ընտրություն կեղծել, հա։ Չգիտեմ իմ առաջարկը որպես տարբերակ ոնց կընդունվի, բայց կա մի հատ շատ հասարակ տարբերակ, որտեվ գիտակից մասը հասկանում է, որ մենք խելեռանք ես լրփի բալեքի ձեռը։ Կարելի է ուղղակի լուռ մնալ։ Գիտեք ինչ կոնտեքստի մեջ, ես էլ ասեմ ու երևի վсё։ Եթե մենք բոլորս լուռ մնանք, չվերցնենք, չդնենք, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի թիմի, մի պահ պատկերացեք, ասածը, խոսացածը, առաջարկածը, հայ իմիջիալոց։ Նիկոլ Փաշինյան, շատ հաճախ դու գնում ես Ֆրանսիա, Մսյե Մակրոնի մոտ, չէ՞։ Իրար բդմ եք, գուրգուրում եք։ Կներեք։ Բլեր։ Այսօր ազգային ժողովում մերժվեց այն օրինագիծը, որը առաջ էր բերվել Հայաստան դաշինքի կողմից։ Այսինքն օրինագիծ, որը ենթադրում էր քրեականացնել հայոց ցեղասպանության փաստի մերժումը։ Հայկ Կոնջորյանը, այն թելով տրուսիկը, որ նայում ես ուզում ես ասես քուրիկ ջան, ինչ արժի տեղին վրա։ Հայկ Կոնջորյանն ասեց մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Այսինքն Հայաստան դաշինքը բերել էր օրինագիծ, ՔՊ-ն մերժեց։ Օրինագիծ, որը նախատեսում էր քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը։ Հիմա դու շատ հաճախ գնում ես Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայում այդ օրինագիծը արդեն օրենք է Նիկոլ Փաշինյան, որ ով Ֆրանսիայի տարածքում կհերքի ու կասի հայոց ցեղասպանություն չի եղել, ինքը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Կարաս Մսյե Մակրոնին իր տրանսգենդեր կնգա այդ համոզես, այդ օրենքը հանի իր, այդ բանից էլի դատական համակարգից։ Դու կարաս, չէ՞։ Հա, մոռացա, կարաս չէ, կճուճ ես դու։ Կճուճ էլի, որ ֆիգուրայդ նայում լրիվ կճուճ ես։ Մենեմ ասես կնոպկե թուպտան ալածին հլի մեջից։ Դու մտածում ես, որ քո քաղաքական թիմով, քո քաղաքական ֆրակցիայով դու չես ընդունում օրինագիծ, որը պիտի քրեականացնի Հայաստանում ցեղասպանության մերժումը, դու մտածում ես դրանով դու կարողանում ես հային ստիպել Արարատը մոռանալ, Արարատ բրենդից հրաժարվել, Արևմտյան Հայաստանի գաղափարից հրաժարվել, հային դու փորձելու ես քո ճենջոտ մտածելակերպով համոզել, որ մենք պիտի մտածենք քո նման բոզի տղու նման, որ Նժդեհյան գաղափարախոսությունը դա վտանգավոր է մեր համար, հա։ Դու մտածում ես, որ եթե չեն քրեականացնեմ, ուրեմն որևիցե մի հատ պոռնիկի տղա անկախ իր քաղաքական
կուսակցությունից կամ քաղաքական դիրքից կամ սոցիալական եսիմինչ դիրքից կարա հլնի ազգային ժողովի ամբիոնի մոտ ասի ցեղասպանություն չի էլ է եւ որևիցե մեկը այս պահից սկսած ու մինչև վերջ որևիցե մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես ընդհանուր եմ ասում, մենակ ԿՊ-ին չեմ ասում, որևիցե մի քաղաքական դեմք, որևիցե մի նախագահ, որևիցե մի վարչապետ, որը կկանգնի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից եւ կասի հայոց ցեղասպանություն չի եղել, նրա սաղ ու սատկածը քունեմ ու ամենավերջի ձևով այն բանից անեմ ես։ Ով ուզում է այդ լինի, բացառ իմ համար պարալելն է, ոչ տակա, ոչ էլ սառը։ Պատրաստում ես գույքագրես ցեղասպանությունը, բա հələ մի հատ բացատրի հայ հանրությանը քո դավաճան պապու մասին դոկումենտալ այդ գրառումները ոնց կորավ արխիվներից, որ ծառայել է գերմանացիքի հիմար, որպես լրտես, հա Նիկոլ Փաշինյան։ Անուններ դնում ես հիբրիդային պատերազմ ու դա ինչ-որ մտածածին լուր է, չէ, մտածածին չի։ Այդ դոկումենտը ես իմ աշկով եմ տեսել Facebook-ում։ Պապը դավաճան, դու դավաճան, Մելիք Ֆրանգյուլը դավաճան, չնայած Մելիք Ֆրանգյուլը հա հերու կապ ունի կայունակցական, բայց կարևոր չի։ Հա? Հաշող լի։ Այս նյութ հեսակ կգցեմ ես YouTube, հենց այս վիդեոն։ Ու կխնդրեմ YouTube-յան բոլոր օգտատերերից, ովքեր սիրում են կոմենտ գրել, մեկնաբանություն։ Ուղղակի գրել 1 կամ 2 նախադասություն։ Իմ կողմից խնդրանք ձեզ։ Ես պահանջատեր եմ Արարատը իմ լեռն է։ Վերջ։ Կամ Արարատը հայկական լեռ է։ Ձեր ցանկության ոնց ուզում եք գրեք։ Ես պահանջատեր եմ հայոց ցեղասպանությանը։ Այդ մի նախադասությունը գոնե գրեք, խնդրանք հորդոր բոլորին։ Ով կգրի, նախապես շնորհակալություն բոլորից հետ։ Առայժմ այսքանը։ Դուք շարունակեք կապիկ լողցնել, ասի կիսատ մնաց։ Որ ասում եմ, եկեք մի մոմենտ լռենք, այս մարդիկ խճճվեն։ Հավատացեք նենց էլ լինելու է։ Լռենք, ոչ մի բան չքննարկենք։ Թողենք Նիկոլը խոսա, թողենք իր քաղաքական տրապյեկը թող խոսան։ Վահագն Ալեքսյանն էլ հիշա։ Էս էլ ասեմ, այ անտրուսիկ ծառայեց բոզից տղա, որ ասում ես դուք խաղաղությանը դեմ եք, հիմա սահմանին զինվոր չի զոհում։ Սահմանին հիմա կրակոց չկա, բայց սահմանին չի պետք է կրակոց լինի, եթե ընդից վերցում են, այսից տելևիզի պուլտն է, զանգում են, ասում են Նիկոլ, այս ինչ դիրքը պետք է տաս։ Նիկոլը զանգում ասում է, իջեք այդ դիրքերից, չի պետք է կրակեն որ։ Իսկ եթե դու խոսում ես զոհերից կամ զոհված ինձ եւ Լևոնի ժամանակ, որի ժամանակ եղել է Արցախյան առաջին հերոսամարտը, որը պսակվել է հայի հաղթանակով, եւ Քոչարյան Ռոբերտի ժամանակ, որ չի ելե պատերազմ, բայց սահմանին եղել են զոհեր, իմիջիալոց ամենակիչ թվականակով, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ սահմանին եղել են զոհեր, եղել է քարոզիա պատերազմ, բայց Սերժը 800 հեկտար տարածքի հիմար զինվոր չի տարել, գիտակցական մահվան, որ տանի ասի, ես ուզում եմ զոհեմ 1000 զինվոր 800 հեկտար հետ բերեմ, որտեղ գնահատել է հայ զինվորի կյանքը։ Բոլորի ժամանակ եղել են զոհեր հայ զինծառայողների շրջանում, բայց դուք բիրիքով 5-ից 7000 հոգի տարակ մցրիկ եռաբլուր։ Հմ եկեք հաշվենք, տարական մաթեմատիկա։ Հայաստանյան 4 ղեկավարներից ում օրոք ավելի շատ զոհեր է։ Լևոնի, Քոչարյանի, Սերժի թե Նիկոլ քո ղեկավարման օրոք, իհարկե քո։ Եթե դուք ասես պատերազմը նախկիները գցեցին իմ ջեբը, հերթական մուտիտնա։ Քո ջեբը գցողներից քանի հոգու ես դատ է, 0 չէ։ Հետևաբար ողջ այդ զոհված տղերքի պատասխանատուն դու ես։ Ասել եմ ու ասելու եմ մինչև վերջ։ Առայժմ այսքանը, լավ եղեք։